Թիվ թվաբանություն հաղորդաշարում հյուր էր սիրված դերասան Լևոն Հարությունյանը, Star News-ը հետևեց եթերին։ Լևոնը հաղորդման ընթացքում անկեղծացավ ու պատմեց իր կյանքի ամենահետաքրքիր եւ հուզիչ դրվագները, թե ինչպես է երիտասարդ տարիքում Մոսկվայում հաց թխել ու վաճառել։ Ես հասկացա, որ դա իմ թանկ տեղն է ու իրավունք չունեմ իմ փոքրիկ հողակտորը շուն ու շանգյալի տամ։ Ուրախ եմ, որ վերադարձա։ Ուղղակի տուն եմ եկել, դա ամենակարևոր ու թանկ բանն է։ Գիշերը թխում էի, առավոտ դնում մեքենաների մեջ։ Մոսկվային կերակրում։ Ուզում եմ էդ ազգին ասեմ հիշեք, որ իմ ձեռքից հաց եք կերել եւ ձեզ նորմալ պահեք։ Որն է իր ամենօրյա երջանկությունը։ Միգուցե կնոջ գիրկը։ Կինը հոգի է։ Ամենաշատը ինձ դուր ա գալիս, որ ես էդ օրը տվել եմ ինչ-որ բան, իսկ եթե տված չեմ լինում, էդ օրն ավելի դատարկ եմ։ Ես երջանիկ եմ, երբ մարդու մի բան տվել եմ։ Ինչու են դերասանները խաղում վատ սիթքոմներում եւ ինչու հայկական կինոն աշխարհում մրցունակ չէ։ Ովքեր ուզում են անեն, պատրաստ են, չունեն հնարավորություն։ Կինոն թանկ, փող սիրող հաճույք է։ Մարդը իր երևակայությունը փոքրացնում է, բերում հասցնում գումարին։ Ես էլ եմ այդ ցածր մակարդակի սիթքոմներում եղել, իմանալով հանդերձ, որ դա ցածր մակարդակ է։ Մի տարբերակ կա՝ չանել։ Չանելու դեպքում այսօր թատրոնով, արվեստով, կինոով չես կարող ընտանիք պահել։ Մենք դերասաններս, ոչնչություններս տենց ամեն փոքր բանի գնում ենք։ Կան դերասաններ, որ չեն գնում, ես հարգում եմ իրենց, հալալ է այդ մարդկանց, իրանք իրանց չեն խուրդում։ Բաժանվելու եւ տղայի մասին դերասանը նշեց. Ես մենակ եմ մինչեւ հիմա, ունեմ հրաշք տղա, իմ տղան ունի հրաշք մայր, իմ տղայի հրաշք մայրն իմ ամենամոտիկ ու հարազատ ընկերն է։ Երջանիկ եմ, որ այդ կինն է ինձ տղա պարգևել։ Բաժանվել եմ, որ չմոռանամ սիրել։ Ես են ջաջային է, տվեց որ պահելու։ Այդ ձենը եկեք իսա յանտամ գամ։ Ստորդ ի՞նչ է ձեռիք մեջ։ Ի՞նչ է։ Բայ չկա մոտոց։ Էջանիվ քշեմ։ Չէ, այսօր չէ։ Երեք քշել է։ Դու կարող ես ծխում ես։ Հա։ Դու կարող ես ծխում ես։ Չեմ լիշում, մամա։ Ասում կարող ես ծխում ես։ Հա։ Մարոժնիկ ուզես։ Հա։ Մայոժի հա։ Ծխում ես։ Չեմ լիշում, մամա։ Մաչկոյա, դիքը մաչկոյա։ Ես մի քաշի թեւես։ Ես ազատ մայթը մի այլ։ Մամա նայ բերցեն հետևսա, հեսա կկակաս դիմակդի, հեսա կես կասիմ ծխում։ Դե համար եմ ես ծխում ու դիմակ։ Մամա մի նայ աչքով ես տալիս։ Բայց քեզ կարելի է, դու դիետա ես պահում, չէ՞։ Մամա, ես մի ամբիս է ասալ։ Ինչքան ես նիհարել ես մի ամսում։ 7 կիլո։ Սվալյա։ Մամա, դանդաղ եմ ուտում։ Հետ մեկը կտաս ինձ։ Ֆեն։ Так тут, дети. Հանիման ջան, իման տունում շինել գետի վերան, հանիման ջան, իման վրեն դրել ու գերան, հանիման ջան, իման տունում շինել գետի վերան, հանիման ջան, իման վրեն դրել երկու գերան, առնեմ է թամի միարը, առնեմ է թամի սարը, առնեմ է թամի միարը, առնեմ է թամի սարը, առնեմ է թամի միարը, նրատ դայրիդան, տամ, տայնան, չլավեք արկեստր։
Բախտի տերը նոր ճակատագրական կատակերգություն, որի պրեմիերան տեղի էր ունեցել բոլորովին վերջերս։ Ֆիլմի ստեղծագործողները կարելի է ասել ոչինչ չէին խնայել նախագծի հաջողության համար, հայտնի դերասանական կազմ, ակնառու պրեմիերա, բազմաթիվ հյուրեր։ Ֆիլմի հանդեպ ուշադրությունը մեծ է։ Կինոթատրոնների դահլիճներում սեանսների մեծ մասի ընթացքում հավաքվում է մեծ թվով հանդիսատես։ Հանդիսատեսը այժմ տեսնում է ահռելի աշխատանքի վերջնական տարբերակը, սակայն թե ինչպես են անցել նկարահանումները, լսարանը միայն մոտավոր պատկերացում կարող է կազմել։ Յուրաքանչյուր ստեղծագործական պրոցեսի հատուկ են վեճերն ու տարաձայնությունները, մանավանդ երբ նույն գործի շուրջ են համախմբվում տարբեր տարիքի, փորձի և դիրքի մասնագետներ։ Բախտի տերը ֆիլմը ևս բացառություն չէ։ Star News-ի ձեռքի տակ է հայտնվել ֆիլմի նկարահանման հրապարակից արված էքսկլյուզիվ հոլովակ, որտեղ դերասան Լևոն Հարությունյանի և ֆիլմի ռեժիսորի միջև տեղի է ունենում վեճ։ Հնչում են փոխադարձ մեղադրանքներ միմյանց հասցեին, ինչից էլ պարզ է դառնում, որ այսքան մեծ գովազդի արժանացած ֆիլմի նկարահանումներն այնքան էլ ջերմ և հարթ մթնոլորտում չեն անցել։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Լեոն, հիմա ինչի մանրապետված։ Ապա ինձ խանգարում ասա չնկարի, այդքան բան ունի։ Դե բանի տեղ Ու ասել եք գորգիկը փող է տալիս նրա համար բան անի։ հասկացել, բայց այդ էլ է գործ, Լեոն ջան, հիմա չենք կարող այդ ինչ անենք, այն անենք։ Ասում եմ էլիս բանը շալարի նման գալիս է հետևից է սարա։ Դե բանի տեղ միտի հիմա Բեբի մարդ է, սաղբեր, մեկ էլ քեզ պիտի ուշեն։ Ես բերվի չեմ։ Դե լավ, դե հիմա կապ չունի, կադրի մարդ է, սաղբեր։ Ես ոչ մեկի չեմ պաշտպանում, ես էլ է պետք անել, են էլ է պետք անել, Լեոն ջան։ Լավ, ժողովուրդ, հանգիստ, հանգիստ, օքեյ, всё։ Այսօր առավոտվանից հավի ներվա մտած, սաղբեր։ Ապա միշտ, ես ներվ չեմ մտցրել։ Ներվ ես մտցնել։ Դու ես մտցնել։ Առավոտվանից ներվով ես խոսում, ովքեր։ Ապա եկար, ասինք կարաս գնաս տուն, հիմա լավս։ Ապեր ուզում ես չնկարեք, Լեոն ջան, այդպես խոսքի եթե Լուրջ դες ձերա տալիս չնկարել։ եթե ներվով ես ավելավը չնկարեք, Լեոն ջան։ Լավ։ Եթե ներվով ես ավելավը Ախր չնկարեք։ խի պետք է իրա պատճառով ես ներվում մտել։ Գալիս մարդի ինչ գործի պալաշա, ով է ինքը։ Ֆիքսվում ես իրա վրա, Լեոն ջան։ Չէ ֆիքսվում։ Այլ ավելի, Լեոն։ Մի հատ էլ անցնենք, լավ, լբանանենք, մի հատ էլ անցնենք, տեքստը հստակ։ Բի բարա էսի օրս արել։ Քեզ խնդում։ Ինչը չի ստացում։ Հիմա չի ստացում, չեմ կարող տեսնել։ Լուրջ ես ասում, փրեմեկը չես կարող, խմես նայես։ Գրիք խես ասում գնում ախպեր։ Չէ, ընկերություն ենք նկարելու։ Եթե պրինցիպ է։ Խիա դուս կարս բրատ պատճառը ասել ես։ Չեմ չի ստացում։ Խիա երկրորդը դետքան գորումա ոչ մի կտոր չես ամես, այսօր մոտս մի քիչ ներվատ բան